Տեր Աստծո հոգին ինձ վրա է, որովհետև Տերը օծել է ինձ, ավետիս տալու հեզերին, ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում կալանավորներին, հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծո վրեժխնդրության օրը բոլոր սգավորների մխիթարելու։ Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնապսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի ու սգի փոխարեն և գովաբանության պատմուջան ու սահատ հոգու փոխարեն, նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։ Նրանք պիտի վերաշինեն հին ավերակները, որ պիտի վերականգնեն նախկինում ամայացած վայրերը, պիտի նորոգեն փլատակ քաղաքները և սերնդեսերունդ կործանված ամայի տեղերը։ Օտարները պիտի կանգնեն և հովեն ձեր հոտերը, և օտարների զավակները ձեր հողագործներն ու այգեգործները պիտի լինեն։ Դուք պիտի կոչվեք Տիրոջ քահանաներ, ձեզ պիտի ասեն մեր Աստծո սպասավորներ, դուք պիտի ուտեք ազգերի հարստությունը և պիտի պարծենաք նրանց փառքով։ Ձեր ամոթի փոխարեն կրկնակի բաժին պիտի ունենաք, նախատինքի փոխարեն պիտի ցնծաք ձեր բաժնի համար, ուստի կրկնապատիկը պիտի ստանաք ձեր երկրում և հավիտենական ուրախություն պիտի ունենաք։ Արդարև ես, Տերը, սիրում եմ իրավունքը, ատում եմ հափշտակությունը և անօրենությունը։ Ես հավատորմորեն նրանց վարձը պիտի տամ և հավիտենական ուխտ պիտի կնքեմ նրանց հետ։ Նրանց ծերունները պիտի ճանաչվեն ազգերի մեջ և նրանց երանքից ծնվածները ժողովուրդների մեջ։ Բոլոր նրանց տեսնողները պիտի ճանաչեն, որ նրանք Տիրոջ օրհնած սերունդն են։ Ես մեծապես պիտի ուրախանամ Տիրոջով, իմ անձը պիտի ցնծա իմ Աստծո, որովհետև նա փրկության զգեստներ հագցրեց ինձ, արդարության պատմուճանով ծածկեց ինձ, ինչպես փեսան է քահանայի նման խույրով զարդարվում, և ինչպես հարսը, որ պճնվում է իր զարդերով, ինչպես երկիրն է աճեցնում իր շիվը, և ինչպես պարտեզն է ծլեցնում իր մեջ սերմանվածը, այնպես էլ Տեր Աստված արդարություն և գովաբանություն է բուսեցնելու բոլոր ազգերի առաջ։ Եսայիա 61